Այլ հարցեր։ Խնդրեմ Տեկին Քլոյան։ Պարոն Հովակիմյան, մենք նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև դրանից առաջ ականատես եղանք հակակոռուպցիոն կոմիտեի բազմաթիվ դեպքեր բացահայտման կապված ընտրակաշառք բաժանման հետ, արդյոք այդ փաստերը բավարար հիմք չէին, որպեսզի ընտրակաշառք բաժանելու մեջ ներգրաված այն քաղաքական ուժերը, որոնք արել են այդ գործերը, արգելելու մասնակցելու ընտրություններին։ Հարգելի գործընկերներ, ես եկել եմ բյուջեի հետ կապված հարցերին պատասխանելու, հաշվի առնելով, որ ես գտնվում եմ ընտրությունների ամփոփման փուլում, ես դուք քաղաքական գործիչներ եք, շատ լավ եք անում, հարցերը տալիս եք, հնչեցնում եք, բայց ես ձեռնպահ կմնամ նման գնահատականներ հնչեցնելու։ Ես խոստանում եմ ընտրություններից հետո, երբ որ ընտրությունները կամփոփենք, կավարտենք, այդ ժամանակ, այդ ընտրությունների ժամանակ արձանագրված խնդիրները, ամեն ինչը կարող է խորհրդան, ինքն էլ կարող է նման քննարկումներ կազմակերպել, լսումներ, չգիտեմ, այսինքն հնարավորությունները շատ են, որպեսզի այդ ընտրությունների ժամանակ եղած խնդիրները ի հայտ եկած ամեն ինչը քննարկենք, բայց այս փուլում ես ամենայն հարգանքով որևէ գնահատական, որևէ նման դիրքորոշում չեմ հայտնի, որովհետև ես իմ դիրքորոշում ընտրությունների հետ կապված, որպես ԿՀ նախագահ, որպես ընտրական հանձնաժողով պիտի հայտնեմ հունիսի 14-ին ընտրությունները ամփոփելով։ Այլ հարցեր։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ, իհարկե ընդունելի է ձեր պատասխանը, պարոն Հովակիմյան ջան, պատկապես այս քանի օրերին ձեր կատարած դժվարագույն աշխատանքի արդյունքների ամփոփում եք, հիմա էլ ճշգրտումներ եք իրականացնում, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ այսօր ամենաքննարկվող թեման է եւ կարելի է ասել, այդ ճշգրտումների արդյունքից կախված է մի ընդդիմության մի թևի ճակատագիր է եւ բնականաբար անընդհատ սլակները ուղղվում են թե ձեզ մեղադրանքների, թե փորձելով նաեւ իշխանությանը մեղադրել ընտրակեղծարարության մեջ, թեպետ մենք նկատել ենք, թե ինչ իրավիճակ էր մինչև ընտրությունների օրը տեղի ունենում։ Հիմա ուզում եմ պարզապես ձեզանից կարճ վստահեցում լսել, որ հունիսի 14-ից հետո վստահաբար որևէ կասկած չի լինելու որևէ արդյունքի վերաբերյալ։ Թեպետ մենք գիտենք, որ ամեն դեպքում ընդդիմությունը իրեն այդպես բողոքարկելու է, ՍԴ դիմելու եւ այլն, դա իրենց բանն է, այն որ ասում է ձևն է, մենք 21 թվականն ենք տա, թեպետ բոլորս էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի վստահ է, որ առաջին ընտրությունը չի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում եւ երբեւե որևէ ընտրության արդյունք կասկածի ենթակա չի եղել եւ ես վստահ եմ, որ այս անգամ էլ կասկածի ենթակա չի լինելու, պարզապես այո կամ ոչ, հունիսի 14-ին վերջնական արդյունքներով վստահաբար հաստատելու ենք արդյունքները։ Հարգելի գործընկերներ, հունիսի 14-ին մենք ունենալու ենք իդեալական արդյունքներ։ Ինչ վերաբերվում է այն ինչ որ ես որտեվ սա դուրս եմ գալու իմ լրագրողներին էլ ասեմ։ 5 տեղամասի տվյալները որ ներկայացեն, կներեք, այդ մեր տվյալներն են ներկայացրել։ Այսինքն այդ արձանագրությունները մերն են։ Ես ուղղակի սա ուզում եմ, որ եւս մեկ անգամ արձանագրենք, այսինքն մեր տվյալները, որոնք ունենք արձանագրությունները, այո, եղել է տեխնիկական սխալ մուտքագրում եւ պիտի բոլորին ասեմ, որ նման ընդամենը 5 դեպք, 5 կամ 6 դեպք եղել սխալ մուտքագրում երբևէ չի եղել։ Միշտ այդ տվյալները շատ են եղել, սխալ մուտքագրումները նախորդիվ շատ են եղել, բայց մենք ունենք իրավիճակ, երբ որ ինչպես ես ասում եմ, մեկ ձայնը որոշիչ է եւ այս սրանով է պայմանավորված, որ բոլորը մի քիչ նյարդերը լարված են եւ այլ, բայց էսա իրավիճակը ընդամենը ու պիտի ասեմ, որ մեզանից ավելի շահագրգիռ որ ձայները լինեն ճշգրիտ չկա այդպես այլ մանրին, բայց ուղղակի ասում եմ, եղել է տեխնիկական եւ դրա համար է այս փուլը կոչվում նախնական արդյունքներ։ Հակառակ դեպքում կասենք, որ այդ փուլով ավարտվեց։ Ինչա կոչվում նախնական։ Որտեւ հենց նախնական արդյունքները ու դրանից հետո գնում է արդեն ճշգրտումները։ Սա ընդամենը։ Բայց հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ։